Ջաջուրցի մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի թանգարանը հիմնանորոգվելուց հետո այսօր վերաբացվեց ու երկու կարևոր ցուցանմուշով համալրվեց։ Տարիներ առաջ կառավարության շենք տեղափոխված հանդիպում եւ Խաչքարի մոտ որմնանկարներն այլևս այս թանգարանում կցուցադրվեն։ 15 տարի փակի տակ մնալուց հետո որմնանկարները վերադարձան տուն, նկատեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։ Ինձ համար այստեղ ամենակարևորն այն է, որ ոչ թե մշակութային օջախից է տեղափոխվում ցուցանմուշը կառավարության շենք, այլ հենց կառավարության շենքից վերադառնում է տուն, մշակութային օջախ։ Դա շատ կարևոր է եւ շատ կարևոր նախադեպ է եւ պահպանության առումով, եւ հանրահռչակման առումով, եւ ամենակարևորը հենց խորհրդանշորեն։ Այս որմնանկարների տունը տեղը հենց այստեղ է, մեր թանգարանում։ Ես սա խորհրդանշորեն կոչվում է Մինաս Ավետիսյանի տուն, ճիշտ է տունն այստեղ չէ, տունը մի փոքր հեռու է այստեղից, բայց այնտեղ որտեղ արվեստագետի նկարներն են, այնտեղ արվեստագետի հոգին է։ Տարիներ առաջ, երբ Գյումրիի Կիսավեր գործարանի պատից այս որմնանկարները տեղափոխվեցին կառավարության շենք, բողոքի ակցիաներ անցկացվեցին։ Մինասի հայրենի տուն նրանք վերադարձան 15 տարի անց։ Նկարչի որդու թանգարանի վարիչ Արման Ավետիսյանի համար որմնանկարների տեղափոխման լուրը անակնկալ է եղել։ Կարծում եմ դա շատ ճիշտ եւ տեղին որոշում է կառավարության կողմից։ Արման Ավետիսյանն ասում է, տեղափոխումների ժամանակ որմնանկարները թեկուզ քիչ, բայց վնասներ կրում են։ Եվ հիմա մենք մասնակի վերականգնել ենք, հետագայում հույս ունեմ, որտեղ դա առանձին ֆինանսավորման խնդիր է, հնարավորության դեպքում, առաջի իսկ հնարավորության դեպքում այդ գործընթացներ կկազմակերպենք, որ ամրակայվի ինչ-որ տեղեր, թույլ տեղեր ունենք։ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչ միջոցներով են որմնանկարները տեղափոխվել կառավարության շենքից Ջաջուր։ Կառավարությունն ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է հոգացել ծախսերը բոլոր։ Նախագծանախահաշվային փաստաթղթավորումը պատրաստել ենք մենք մեր միջոցներով, այսինքն Հայաստանի ազգային պատկերասրահը, մնացածն արդեն արվել է նախարարության միջոցներով եւ կառավարության աջակցությամբ։ 2 տարվա ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահը պետական միջոցներով եւ մասնավորի ներգրավմամբ վերանորոգել եւ արդիականացրել է թանգարանի ցուցասրահները։ Լուսային մոնտաժման համակարգերը տեղադրվել է արևային կայան։ Այս պայմանների ապահովումից հետո է, որ միայն Մինասի բնօրինակ աշխատանքները վերադարձել են թանգարան։ Դեռևս մի քանի տարի առաջ մենք հնարավորություն ունեինք այստեղ ցուցադրել բնօրինակները եւ ժամանակ առ ժամանակ վերատպությունների միջոցով ներկայացնում ենք Մինաս Ավետիսյանի ցուցադրությունն արվեստն այստեղ, որովհետեւ չէին համապատասխանում պարզապես կլիմայական պայմանները։ Մենք գիտենք, որ սա Շիրակի մարզի ամենացուրտ տարածքներից մեկն է եւ առանց կլիմայական պայմանների թանգարանը երբևէ թույլ չէր տար իրեն այստեղ թողնել իր նմուշները։ Դժվար որոշում են կայացրել, ասում է Մարինա Հակոբյանը, Մինասի ցուցանմուշներից բաժանվելը, ասում է, հեշտ չէր։ Մինաս Ավետիսյանի գրեթե ամբողջ գեղանկարչական հավաքածուն այստեղ է։ Մի քանի ցուցանմուշ գտնվում է մեր գլխավոր մասնաշենքում, Հանրապետության հրապարակում, ազգային պատկերասրահի ցուցասրահներում եւ ասեմ բավական բարդ որոշում էր, որովհետեւ մենք դժվարությամբ ենք բաժանվում մեր ցուցանմուշներից, բայց սա էլ է մեր մասնաճյուղը, սա էլ է մեր տունը եւ մենք որոշում կայացրեցինք, որ մասնաճյուղում պետք է հանգրվանի Մինաս Ավետիսյանի ստեղծագործական ժառանգության մեծ մասը եւ այսօր այդպես է։ Ջաջուրցի մեծ նկարչի կտավներում իր կողքին ապրած մարդիկ են իրենց կենցաղով, նրա ստեղծագործությունները իրենց վառ գույներով են տարբերվում։ 50 տարի առաջ ավտովթարից մահացած նկարիչը 47 տարի ապրելով հասցրել է մեծ ժառանգություն թողնել, բազմաթիվ կտավներ, գործարանների ու մշակույթի տների պատերին որմնանկարներ։